Այսօր առավոտը սկսվեց նոր հույսով, գնացի կոն հավաքելու, ու սա առաջին անգամն էր կյանքումս։ Մինչ այդ երբեք չէի մտածել, թե սոճու կոները կարող են այդքան գեղեցիկ ու խորհուրդներով լի լինել։ Ամեն կոն, որ բռնում էի ձեռքիս, կարծես մի փոքրիկ արև լիներ, զարմանալի բուրմունքով ու էներգիայով լցված։ Կոները վերցնելով ճանապարհս տարավ դեպի իմ սիրելի երիցուկի դաշտը։ Այստեղ գալիս եմ թեյերիս համար բույս հավաքելու, բայց նաև հանգստանալու։ Երբ մտնում եմ այդ դաշտը, ինձ թվում է, թե մի ամբողջ աշխարհ փոխվում է։ Արևը այլ կերպ է լույս տալիս, երիցուկի պսակներին, իսկ քամին այլ մեղեդի է երգում։ Երբ արդեն երեկոն իջնում էր, գնացի ջերմոց, լոլիկի սացիլների մոտ։ Իմ սիրելի զբաղմունքներից է խնամել դրանք, կապել թելերը, ուղղել, որ հպումը հողին չվնասի։ Երբ ուշադիր ես լինում նրանց հանդեպ, իրենք էլ դառնում են տոկուն ու առատ բերք են տալիս։ Այս ամբողջ օրը մի զգացում ուներ։ Բնությունը փափուկ լեզվով սովորեցնում է սերը փոքր քայլերի մեջ է, խնամքի, ուշադրության, հավատարմության մեջ։ Ցանկացած բան, որ անում ես սրտով, դառնում է թաքուն օրհնություն։ Հավանաբար կյանքում ամենակարևոր զգացողությունները լուռ